Այդ ընկերուդ այդ քան շատ ամտածում, որ գանից ցավակցի, հա? Այ քեզ բան, ինչ անում են դժգոհ ես, շնորհքի հարցը։ Իսկ կարող է այդ գյադենա ընկերուհի դարել։ Հիվանդ ես։ Մարդ ես։ Դու սովորած չես։ Չէ։ Ոնց չէ։ Ինչ ամուսնացել ենք, ես տունը հաց չես կերե։ Կարող է մեռնես մնաս վրես։ Հետո էլ ասեն Արսենիկը նիկը Էդլեն ու Բոլ տանա սովից մեռավ։ Որ իմանամ մեռնեմ կպրծնեմ քեզ այնց հավատա կմեռնեմ։ Դու մեռնող չես, հաց կեր։ Դու կեր։ Ես չեմ կարում հաց ուտեմ, երբ որ կողքս սոված մարդ կա։ Ինչ բարի ես։ Կարող է ջուր բերես։ Ասա։ Արջան, այդ գյադեն փախել է։ Ինչ։ Սա հիվանդանոցը տակնու վրա են կարել, ստեղ չի։ Դու բան արա, գնամ վերևներն ես գնամ կամելայ զապսին։ Եք ուզում։ Այս պալատի հիվանդը ուր է բա։ Չգիտեմ, փախել է, ինչ արե, ամբողջ օրը սորիրան են ման գալիս։ Ոնց է փախել, որ չէր կարում քայլել այդ գյադեն։ Որ չի կարում քայլի, ուրեմն տարել են իրան։ Գիտեք, Սարան Կկանչեք Սարային։ Ցավում եմ, բայց չեմ կարող։ Սարան այստեղ չի։ Այստեղ չի։ Դե էլ այստեղ չի աշխատում։ Ինչի համար այստեղ չի աշխատում։ Ինչ որ խնդիր է եղել։ Տնօրենը հեռացրել է աշխատանքից Սարային։ Բայց ինչի։ Դե առանց թույլատվության դուրս է եկել ու դուք էլ տարածք եք մտել։ Փաստորեն իմ պատճառով։ Ներողություն եմ խնդրում, որ ասեցի, բայց Սարանան ելանելի վիճակում է, շատ վատ է։ Ոչ գնալու տեղ ունի, ոչ աշխատանք, ոչ էլ։ Խնդրում եմ ինձ կասեք Սարայի տեղը որտեղ։ Հուսով եմ չեմ զղջա։ Իհարկե չեք զղջա։ Անչափ շնորհակալ կլինեմ։ Ալո։ Տաթև Լևոնն է։ Հասկացա։ Ես արդեն գժվում եմ, որտեղ է Սառան։ Չգիտեմ։ Անհնար է, Տաթև, դու ամեն ինչ միշտ գիտես Սառայի մասին։ Ես մանկատնից դուրս չեմ եկել։
Ու չգիտեմ, իսկ Սարային էլ դուրս են արել։ Դաթև էս 21-րդ դարն է, հեռախոս գոյություն։ Ուզում ես ասել, որ Սառան քեզ չի զանգել, հա, այս ընթացքում։ Չի զանգել։ Իսկ եթե զանգի էլ քեզ չեմ ասի։ Հաջողություն, Լևոն։ Էշի ջուր ես բերը։ Տակ հա տարսարը բեր։ Գնա ինքդ էլ խմի։ Այդ հեռախոսդ ինչ ես վերցնում։ Կարևոր մարդ պետք է զանգի քեզ։ Հա, Քրիստինը պետքա զանգի։ Ոչինչ թող ստեղ, որ զանգի, ես կպատասխանեմ։ Չհասկացա։ Այս խաղեր ես սկսել խաղալ։ Ձինա, ես քեզ 1000 անգամ ասել եմ, որ ես ամեն ինչից կուրսի եմ։ Ու այդ լակոտի ամեն մի քալից եմ կուրսի։ Ինչ ես ուզում ասես։ Ես իմ ասելիքը ասել եմ։ Հիմա անելու ժամանակն է։ Իսկ դու հիմա սեղան կհավաքես։ Ինչ արեցիք, գտաք դրան։ Չէ, Արս ջան, հələ ման են գալիս։ Գտեք դրան։ Ինչ ես նայում։ На всякий. Թող էդի։ Հիմա ինչ ես ուզում։ Մի հատ կոֆե բեր։ Յա, Արսեն ջան, ո՞նց ես բալես։ Լավ դու ո՞նց ես։ Ցավը տան, գնա պարկի։ Գրնո։ Հա, շեֆ ջան։ Արմանը չեկավ։ Չէ։ Արա գրնո, այս ցրտին ինչի՞ց կային է։ Բան չանա։ Ինչ պետք է անես։ Տուն արի, արա, այս ցրտին մարդի իր շանը դուսը չի պահի։ Տնաշնամ, տնականչամ դուրը փակում է։ Արման։ Կարելի է ներս գալ։ Ինչ ես անում այստեղ։ Կարելի է ներս գալ։ Մտածում ես ներս թողնես, թե չէ։ Կներես ուղղակի չի սպասում քեզ այստեղ տեսնել։ Վերցրու իր հետ գնանք։ Ինչ։ Ես քեզ չեմ կարող ստեղ թողնել։ Իսկ ինչ վատ բան կա այստեղ։ Չէ, երևի սխալ հասկացար կամ սխալ արտահայտվեցի։ Չեմ կարող քեզ թողնել հյուրանոցում։ Ես առավոտյան բնակարան կվարձեմ։ Դրա կարիքը չկա։ Այսինքն։ Կապրես իմ տանը։ Կներես, բայց չէ։ Անոք եղիր, տանը ոչ ոք չի ապրում։ Ես էլ ապրում եմ ծնողներիս հետ։ Կարծում եմ ես կարող եմ ինքս լուծել իմ հարցերը, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ։ Ամեն դեպքում ես պնդում եմ։
Իսկ ես շարունակում եմ մնալ նույն կարծիքի։ Չես վստահ։ Ուղղակի սովորեմ ինքս լուծել իմ հարցերը։ Այդ լավ է։ Բայց գիտես, ամբողջ օրը քո մասին եմ մտածել։ Ու հազիվ է ինձ զսպում, որ չվերցնեմ հեռախոսը զանգեմ քեզ։ Գուցե արի գնանք քայլենք։ Գնանք զբոսնենք։ Ես շատ հոգնած եմ ու պիտի պարկեմ հանգստանամ ու վաղն շատ գործեր ունեմ անելու, ավելի լավ է դու գնաս։ Ու խնդրում եմ էլ չփնտրես հանդիպումները։ Ինչի։ Խնդրում եմ գնա։ Երեք ինձ թվաց, որ Թվաց։ Երեք ամեն ինչ շատ սիրուն էր։ Նման էր հեքիաթի։ Բայց դա երեք էր։ Իսկ այսօր ամեն ինչ այլ է։ Սա է իրականությունը։ Ուրախ է ծանոթանել։ Կոֆես բերիր, դիրոտեղ կհելնեմ կխմեմ։ Լավ արս, չխանգարեմ։ Լյուսի։ Ոնց ես արս։ Կարոտել եմ քեզ արս։ Ոնց պիտի լինեմ, ես էլ եմ կարոտե քուրս։ Դու ոնց ես։ Ես էլ կանում եմ։ Արս կներես, որ հարսանիքիդ չեք այն ժամանակ։ Ուղղակի քնություններս այնքան շատ էր, չհասցրեցի։ Ոչինչ, մյուս հարսանիքից կգաս։ Տենց մի ասա։ Դինան վատ աղջիկ չի երևում, գիտես։ Իրա հորը աչքը լույս։ Արսեն։ Ես քեզ նեղացրել եմ։ Այդ դեպքում չեմ հասկանում քեզ։ Ու չեմ հասկանում ես կտրուկ փոփոխության իմաստը։ Երեք ամեն բան ուրիշ էր։ Ինձ մի պատ թվաց, չէ, չթվաց։ Երեք հաստատ ամեն բան ուրիշ էր։ Արման, ես ուղղակի վերադարձա իրականություն։ Իսկ իրականությունը այլ է։ Իսկ որն է այդ իրականությունը։ Խնդրում եմ, Արման։ Ես ուզում եմ քեզ հասկանալ։ Ուզում եմ հասկանալ այս կտրուկ փոփոխության իմաստը։ Ես ամենի մեջ տրամաբանություն չկա։ Ես չեմ ուզում տառապել։ Իսկ ինչի է քեզ թվում, որ ես ուզում եմ քեզ ցավ պատճառել։ Որովհետև միշտ էլ այդպես է լինում։ Երբ չափից շատ ես նվիրվում, չափից շատ ես հավատում, հետո կրկնակի ցավ ես ապրում։ Իսկ ես էլ չեմ կարող։ Սարա, մարդիկ տարբեր են։ Մարդիկ նույնը չեն։ Տարբերվում են ոչ միայն արտակնապես, նաև ներքինով, նաև հոգով։ Երեք մենք այնքան մոտ էինք իրար, շատ մոտ էինք։ Ու այդ ամեն ինչի մեջ իմ ու քո իրականն էր, հասկանում ես։ Մենք իրար մի քանի օր ենք ճանաչում։ Այսինքն մենք իրար չենք էլ ճանաչում։ Մարդուն ճանաչելու համար երբեմն մի ամբողջ կյանքն էլ է քիչ։ Իսկ երբեմն մեկ վայրկյանն էլ է բավական։ Ես քեզ չեմ ուզում կորցնել։
Զինա։ Ասա, Մի բաժակ վիսկի բեր։ սառույցով թե առանց։ Սառույցով։ Ջոկել ես ձին։ Մեր կորել հետը սապրես թույն աֆիցանտ կդառնաս։ Ես ինչ է։ Սառույցով վիսկի։ Սառույցը շատ աղջիկ ջան, քեզ դրա համար չայով չեն տա։ Հիմա առանց սառույցիա։ Ես զարմացած եմ։ Ադամը այդքան փող ունի, միլիոններով, բայց մի հատ տան աշխատող չի պահում։ Երեխես տանջվելու է հիմա։ Դիր, հավաքի, դրանք էլ այնքան շատ են։ Ձեր գործն էլ է դա, դնել ու հավաքելը։ Հեշտ ես ասում։ Դուք էլ փրվեք ու հրամայեք։ Այ եթե մի օր, շատ չեմ ասում, մի օր, այս ամբողջ տան գործերը անես, այդ ժամանակ կհասկանաս ինչի մասին եմ ասում արևս։ Հոգնել եմ քո կենցաղային վիճակներից։ Ավելի լավ գնա պարկի քնի։ Ես էլ քո հարազատներին նայեմ։ Քոնս չի տանում։ Աչքս լույս։ Ինչ։ Գիտես ինչ եմ մտածում։ Ինչքան լավ կլինի, որ Ձինաս ու Արսենը առանձին ապրեն։ Հա, նոր են ամուսնացել։ Ավելի ազատ կզգան իրենց։ Ինչ ես առաջարկում։ Արևս, դե գիտես իմ բոլոր առաջարկները հանճարեղ են։ Առաջարկում եմ Ձինայից մի հատ տուն առնենք նվեր։ Վաղը ես ու Ադամը կվազենք։ Մեկ լավ մեծ տուն կառնենք։ Չէ, մի րոպե, դու հումոր մի արա։ Նայ, այդ Ադամի պատիվը գետնովը կտամ։ Ու հետո ինքը մի հատ ավելի մեծ տուն կառնի, կամ էլ իր եղացած տներից մեկն ու մեկը կտակ, ասի գնացեք ապրեք։ Լսի, հիշում ես մի անգամ ասացի, Աստված որ խելք էր բաժանում։ Դու որտեղ էիր, է։ Բայց ինչի։ Աշոտ ջան, երեխաս նոր ամուսնացել, լավ մեղրամիս չեղավ, ճամփորդություն չեղավ, այդ ամեն ինչը հասկացանք, բայց գոնե առանձին էլ չապրեն։ Նորաստեղծ ընտանիքի համար այդ
սկիզբը շատ կարևոր բան է։ Չէ, տեսնում եմ, որ քեզ խել փայ չի հասել։ Գիտես ինչի։ Որտեղ նա մարդը իր աղջկան թաղել է։ Դարդերը կդրվել է, որ երեխեքի համար տուն առնի, երջանկություն ստեղծի։ Դու իմ ասացի մասին լավ մտածի արևս։ Կամք։ Ասա, Սերգեյ։ Շեֆ ջան, մի բան պիտի ասեմ։ Ինչ կա։ Լավ բան չկա։ Այդ գյադեն հիվանդանոցից փախել է։ Չեմ հասկանում, դու մեխի գլուխ ես։ Թե գնացել էր պահակի այդ գյալաջի անելու։ Հələ մի բան նորմալ չի կարում անել, ես չեմ հասկանում։ Շեֆ, դե դու գիտես դրան ոնց էին հսկում։ Միլիցիա մի կողմից, նրանք մի կողմից։ Էլ ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Դու պատկերացնում ես ինչ կլինի, որ այդ բերանը բացի։ Հա, հասկանում եմ։ Հիմա ինձ լավ լսի։ Հիմա դու ոչ մի բան էլ չես հասկանում։ Դրան գտնես ու գործը վերջացնես։ Հակառակ դեպքում չգիտեմ ինչ եմ անելու քո հետ։ Ինձնից չնեղանաս։ Վայրենի ես դու։ Ինչ այլ է։ Ցավմա։ Ստեղ բինտ կա։ Հեսա կբերեմ։ Սպիրտ է։ Սպիրտն էլ։ Կուզես տանեմ հիվանդանոց։ Պետք չի։ Դե պաստեմ եմ խորնա բացի, թե խորնա բացվել ձև չկա, պիտի տանեմ հիվանդանոց։ Հանգիստ թող ինձ։ Ոնց կուզես։ Հանգիստ թող ինձ։ Գնա խնդրում եմ։ Չեմ պատրաստվում քեզ տեղ մենակ թողնել ու գնալ։ Գնալ ես վիճակում։ Հավաքվի միասին կգնանք։ Դու գնում ես քո ճանապարհով, ես գնում եմ իմ ճանապարհով։ Մեր ճանապարհներն են սույթ նույնն են։ Մենք ճանապարհ չունենք։ Նայ ով եմ ես, մանկատան աղջիկ։ Ոչ մեկին չունեմ։ Դա ինչ կարող է։ Ես ուզում եմ օգնել քեզ։ Ու գիտեմ, որ կորցրել ես աշխատանքդ։ Ու իմ մեղքով։ Հա, չունեմ աշխատանք, բայց ես մի բան կգտնեմ։ Քեզ թվում է այդքան հեշտ է աշխատանք գտնել։ Մնել Հայաստանում։ Հեշտ չի, բայց եթե իրոք ուզում ես աշխատել, անպայման մի բան կգտնես։ Կարևորը աշխատելն է։ Հա, իհարկե կարևոր է աշխատել։ Մանավանդ իրաց մասնագիտությամբ։ Դե հա։ Իսկ դու քո մասնագիտությամբ ոչ միայն քեզ չես կարող պահել, այլ նաև տան վարձը չես կարողանալ տալ։ Հենց հիմա քո խոսքերից ես ինձ շատ վատ զգացի։ Լավ էլի։ Դու գիտես ես ինչ նկատի ունեմ։ Ուղղակի նորվանից հետո ինձ պատասխանատու եմ զգում։ Չհիշես։
Չեմ ուզում երբեք այդ օրը հիշել։ Գնա խնդրում եմ, ու մոռացի ինձ։ Այս ու տանները։ Խնդրում եմ։ Եթե դա քո սրտից բխեր, մի վարքյան անգամ ստեղ չի մնա։ Բայց երեք ուրիշ բան զգացի։ Ես քեզ մենակ չեմ թողնի, ստեղ ու այս վիճակում։ Արման։ Վերջ։ Վերցրու իր հետ գնում ենք իմ տուն։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում։ Իմ տանը ոչ ոք չի ապրում։ Ու դու ստիպված չես լինի վարձ վճարել։ Ես արդեն պայմանավորվել եմ։ Առավոտյան կտեղափոխվեմ նոր բնակարան։ Ես խնդրում եմ քեզ գնա։ Ոնց որ խորն ա կտրել, հա? Արժուն չի դադարում։ Հա, ուզածիդ հասար։ Ես հաստատ տենց բան չէի ուզում անել։ Սպասելը։ Ահ։ Տանաշեն նենց ախով վախես դրել, թեթև քերծվել է, էլի։ Իմ ձեռն այ։ Ապակին ուղիղ մտելա ձեռիս մեջ։ Մյուս անգամ ընկնելուց զգուշացրու բաժակը ցած դնեմ։ Կատակ ես անում։ Նավսյակի ասում եմ։ Կարաս ձեռս մշակես։ Չի ցավա։ Դե կակրաս մոր ունես վրես, չէ։ Կցավացնես լավ։ Տանաշեն նենց զգուշ ես կպնում, կողքից նայել կմտածի ինձ սիրում ես։ Աղ! Խենթանում եմ քո համար։ Տեսա։ Լավ թող, շորերդ փոխի չմրսես, ես դուրս կգամ հիմա։ Ալո, քիս, ինչ կա, խոսացիր Զինուլի հետ։ Ասես չի ստացվի, չի կարում այսօր տնից դուրս գա։ Ոնց չի կարում տնից դուրս գա։ Հա, համբերի։ Էլ ուր համբերեմ։ Սենց որ գնա օրը մի պատճառ բերելու է, օրը մի բան լինելու է, էս որ դառնա։ Թող մի անգամ իշ չորով ասի չեմ ուզում ու վերջ։ Ինչա ձգում։ Չգիտեմ, Հայկ։ Կարողա դրան սիրում է։ Գժվել ես։ Դու չգիտես որ Դինա մենակ քեզ է սիրում։ Չգիտեմ արդեն։ Այս վերջի իրադարձություններից հետո արդեն սկսել եմ կասկածել։ Համբերի։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Դինան առաջինը չի ուզում խնդիրներ լինի հենց քո համար։ Պատկերացնում ես, որ Արսենը իմանա ինչա լինելու։ Մեկը ամեն ինչ իմանալու է։ Քեզ թվում է, որ իրար հետ փախանք Արսենը ոչ մի բան չի իմանալու, դե ոչ մի բան չի անելու։ Ինձ որ պետք չի ձգել։ Հենց այս գիշերել թող դուրս գա, ու ինչքան շուտ այդքան լավ։ Լավ, սպասի զանգեմ։ Դե անպայման հետ կզանգես իմանամ ինչ եղավ։ Լավ։
Գտար մի բան։ Չէ, ոչ միտեղ չկա։ Դու ասա մի բան գտար։ Սա մանրամասն նայել եմ, մնում է հետևի մուտքը։ Հենց նոր ընդեղից եմ գալիս, մարդ չկա։ Բաքես թվում է կանգնել էր մեզ սպասեր։ Ցալկել է էլի, բիթի տղա է։ Գիտա գլխի գալիքը։ Մենա որ Արսենն է խղճով։ Արսենը չլներ հիմա 1000 անգամ ասել էին հողովերան թեթևին։ Մի րոպե, էս ինքը չի։ Հա էլի։ Լավ թե ամաներն է։ Ինքն է։ Հելա։